Պարոն Ալեքսանյան, որոշվեց, որ Ռուբեն Ռուբինյանն է առաջադրվելու ազգային ժողովի նախագահի պաշտոնում, քանի հոգի քվեարկեց պարոն Ռուբինյանի։ Այդ տեղեկությունը չեմ կարող ձեզ փոխանցել, կարող եմ ասել, որ քվեարկությունը փակ գաղտնի էր եւ այո, պարոն Ռուբինյանը ընտրվեց ազգային ժողովի նախագահի։ Ձեր ասացի մեջ նորություն չկա, դրա համար ասեք, քանի հոգի քվեարկեց։ Այդ տեղեկությունը չեմ կարող ձեզ փոխանցել, հարգելի պարոն Կիրակոսյան, նախատեսված չի, որ այդ տեղեկությունը ենթակա է հանրայնացման։ Պարոն Ալեքսանյան, իսկ դուք օրինակ ինչ չափանիշներ եք հաշվի առել, այսինքն ինչից ելնելով եք էլի ձեր քվեարկությունը կատարել, ինչ ակնկալիքներով, որտեղ երեքներ ձեր թիմակիցներն են ամեն դեպքում, բայց առանձնացնելու հարցը ոնց է կողմնորոշվել, ինչն եք հաշվի առել։ Հանուն արդարության ասեմ, չափազանց դժվար ընտրություններ, քանի որ այո, երեքն էլ մեր թիմակիցներն են եւ երեքին էլ անհատապես շատ բարձր եմ գնահատում ու գնահատում եմ նրանց դերը թե առհասարակահաղական դաշտում եւ թե մեր քաղաքական թիմում ու նաեւ այն գործունեությունը, որ երեքն էլ ծավալել են ազգային ժողովում, ես կարծում եմ երեքի գործունեությունն էլ միայն ու միայն դրվատանքի է արժանի։ Պարոն Սիմոնյանը շատ լավ նախագահ է եղել, Ռուբինյանը շատ լավ փոխնախագահ է եղել, Կոնջորյանը շատ լավ խմբակցության ղեկավար է եղել։ Պարոն Ալեքսանյան, չեմ կարող ասել։ Խմբակցության շատ լավ ղեկավար է։ Երկուսն է, շատ լավ խմբակցության, շատ լավ ղեկավար է եղել, շնորհակալ եմ։ Պարոն Ալեքսանյան, Ալեն Սիմոնյանը 5 տարի նախագահել է ազգային ժողովում, կա պատկերացում է դեպքում թիմում նա ինչով պետք է զբաղվի։ Չեմ կարող այդ հարցին պատասխանել, նման հարց չի քննարկվել, կարող եմ ասել։ Այսինքն դրանից հետո նման հարց ընդհանրապես չի քննարկվել։ Մանդատի շրջանակում գործելը որպես падգամավոր բնական եւ նորմալ կդիտվի։ Ես չեմ կարող ձեր գնահատմամբ։ Ես չեմ կարող ձեր հարցին պատասխանել, քանի որ պարկեշտել չի լինի, որ ես պարոն Սիմոնյանի փոխարեն պատասխանեմ ձեր հարցին, կարծում եմ ձեր հարցերին ինքը պիտի պատասխանի։ Իսկ այս քվեարկությունը լարվածություն չի առաջացնի, պարոն Ալեքսանյան, հաշվի առնելով, որ ամեն դեպքում պայքար կար գործող ազգային ժողովի նախագահներ, մյուս կողմից էլ ձեր մյուս թիմակիցները, որոնք եւս հավակնություններ ունեին, նկատի ունեմ սա ներթիմային ինչ որ լարվածության պատճառ չի դառնա։ Ոչ, բնավ, բայց բնականաբար մրցակցային իրավիճակի մասին ենք խոսում։ Բնականաբար մրցակցային իրավիճակի մասին ենք խոսում եւ այդ մրցակցային իրավիճակը որպես այդպեսին ինքը հենց այդ ավելի շատ ուժեղացնում է թիմը, քան թուլացնում է դա, քանի որ ի տարբերություն շատ այլ քաղաքական թիմերի այստեղ մեկ մարդու գր չի հարվածով կամ բանով չի որոշվում։ Օրինակ 20 հոգանոց վարչությունը գնացել է փակ քվեարկել, ուսա այն վարչությունն է, որն էլ ընտրվել է 1000-ից ավել կուսակցականների քվեով։ Իսկ կարող եք ասել, գոնե ինչքան է տևել ելույթները, հարցեր հնչել են, հարցերը։ Այո, հարցեր բոլոր տեխնացուներին են հնչել, ելույթներ են հնչել, եզրափակիչ ելույթներ են հնչել, նմանատիպ ընթացակարգ են ունեցել։ Հարցեր պատրաստ եք ձեր կյանքը Նիկոլ Փաշինյանի համար տալ, թե չէ, հա։ Ինձ թվում է ձեր հարցը կոռեկտ չի, պարոն Կիրակոսյան։ Ինչն է կարևորել, պարոն Կիրակոսյան, ինձ թվում է անկեղծ կոռեկտ չի։ տեխնացուների հետ կապված ինչն է կարևորվել, այսինքն ինչով են ուղղորդվել վարչության անդամները, որ չափանիշներով են ուղղորդվել։ Դե ես կարծում եմ ամեն մեկը տարբեր, բայց միևնույն ժամանակ այդ շարժառիթները կարելի է ընդհանրացնել մեկ բանով Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի իրենց պատկերացմամբ զարգացման լավագույն հեռանկարից ելնելով են քվեարկել մեր գործընկերները։ Պարոն Ալեքսանյան եւ պարոն Ռուբինյանը ասաց, որ առաջիկայում նաեւ փոխնախագահների հարցի համար առաջադրումները բաց կլինեն։ Դուք կուսակցության փոխնախագահն եք, կուսակցության առանցքային ներկայացուցիչներից հնարավոր է առաջադրվեք, ունեք նման ցանկություն։ Տեղեկացնեմ, որ արդեն առաջադրվել եմ եւ այո հավակնել եմ։ Սկսվել է առաջադրումները, պարոն Ալեքսանյան։ Չեմ կարող ասել դեռևս։ Այսօր։ Չգիտեմ առաջինն եմ թե չէ, այո, էլեկտրոնային։ Կան առաջ։ Չգիտեմ, չեմ կարող ասել, երբ որ ամփոփվի ավելի հստակ կլինի տեղեկատվությունը։ Նիստով է որոշվել։ Այո, նույն ընթացակարգով։ Այո։ Ասում են նաև Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնին եք հավակնում, պարոն։ Ոչ։ Չէ։ Ոչ։ Հանձնաժողովի նախագահների քվեարկությունը կամ տեխնացությունը եւս վարչությունով է անցնելու, ինչպես է դա լինելու։ Այդ հարցին հետագայում կպատասխանենք, հիմա ազգային ժողովի նախագահության ընտրությունների փուլում ենք գտնվում։ Փոխնախագահների առաջադրումները ինչքան կտևի, պարոն Ալեքսանյան։ Չեմ հիշում ճիշտն ասած վերջնաժամկետը։
Էլին գալու եք, խոսելու եք, նույն ընթացակարգով, այլ բան չկա։ Պարոն Ալեքսանյան, ինչ դուք այսպես արդեն պաշտոններն եք, հա, որոշում, քննարկում, թե ով ինչ է ցանկանում հա զբաղեցնել, վաղը սահմանադրական դատարանը քննելու է այս ընտրությունների հարցը եւ գուցե չեղարկվեն արդյունքները։ Այս ամեն ինչը հաշվի չեք առնում եւ այդ ձեր այս գործընթացները զուր լինեն։ Ես իրավասու չեմ սահմանադրական դատարանի։ Ելքերից մեկը պարզապես դա կարող է լինել։ Դե ելքերից մեկ ուրիշն էլ կարող է լրիվ ուրիշ բան լինել։ Ընդհանրապես բան չեմ տեսնում որպես այդպես։ Պարոն Ալեքսանյան, տպավորությունը բոլոր ովքեր դուրս են գալիս արդյոք անդամներից, որ ծանր ինչ որ տպավորությամբ եք դուրս գալիս։ Խնդիրներն են, որ ձեր ընկերների մեջ դժվար է ընտրություն կատարվել, ի՞նչն էր պատճառը, որտեվ չէին ուզում մեկնաբանել։ Ես ձեզ ազնիվ պատասխանեմ, որտեվ նախ մեր 3 թիմակիցներ են, 3 գործընկերներ են, որոնց 3-ի հետ էլ ճանապարհ ենք անցել ու անցնում ենք այդ ճանապարհը ու անցնելու ենք առաջիկայում։ Ու բնական է, որ մրցակցություն է տեղի ունեցել ու մեկը ավելի շատ ձայն է հավաքել ու բնական է, որ մեր մյուս գործընկերներն էլ նաև արդեն չեն հավաքել բավականաչափ թվով ձայն։ Ու սա ինքնին որոշակի բան կարա առաջացնի, ինչ որ մարդկային զգացմունքային եւ այլն։ Բայց որպես այդպեսին լարվածություն կամ ինչ որ նմանատիպ բան չկա բնականաբար, շատ հարթ, շատ նորմալ ընթացել են ընտրությունները, այդքան էլ ճիշտ, առողջություն։ Բայց խաղա վիրուսային Նարեկ կորեկտ չեն քո հարցերը։ Ձեր գործընկերները գնահատում են ձեզ, պարոն Կիրակոսյան։ Պարոն Ալեքսանյանը, Քոչարյանն ասում է, որ ձեր քվեների 40%-ն է իրական, մնացածը նկարել եք։ Ինչ մեկնաբանություն ունեք երկրորդ նախագահի նման մտահոգությունների։ Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչյանը գնալով նորանոր լկտիության սահմանները ինքն իր առաջ դնում ու այդ նորանոր դրած լկտիության սահմանները ուղղակի անցնում է։ Այ որ այդքան դուխ ունենա մանդատը վերցնի ու գա ազգային ժողով, ես խոստանում եմ, որ հրապարակային բոլորի աչքի առաջ նրա ճակատին փակցնելու եմ սոսնձով նրա ճակատին փակցնելու եմ այն դրամները, որը որ ըստ բոլոր ձայնագրությունների իր ուժը բաժանել է ընտրակաշառքի ձևաչափով։ Գործողությունները, ենթադրյալ գործողությունները բռնության տարեր են պարունակում։ Ես կարծում եմ, որ ոչ, դրանք իրազեկող տարեր են պարունակում, որպեսզի քաղաքացիները ուզում եք մարդու ճակատին թուղթ դրամ սոսնձել եւ դա ֆիզիկական Ես կարծում եմ, որ դա իրականում շատ ավելի հանրօգուտ աշխատանք է, որտեղ օրինակ նրան նայող մարդը կիմանա, թե այս մարդու գինն ինչքան է, որովհետեւ ճիշտ այնքան ինչքան գնահատում է այդ մարդը իրեն քվե տվող քաղաքացուն, հենց այդքան է իր գինը։ Լավ, մեկ այլ հարց, պարոն Ալեքսանյան։ ԿՊԱ-ականները տեսնում ենք, որ շատ ակտիվ միանգամից հակադարձում են Սամվել Կարապետյանին կամ նրա թիմակիցներին եւ 300,000 ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի թեման են բարձրաձայնում, հնչեցնում, բայց այս 5-6 օր է ոչ մի ԿՊԱ-ական կներեք, բայց ծպտուն չի անում, Նախիջևանում տեղի ունեցած այսպես կոչված ճակերտավոր վերադարձ դեպի արևմտյան Ադրբեջան կեղծ այդ միջոցառման թեզի վերաբերյալ ինչով է պայմանավորված, ինչու չեք արձագանքում։ Հիմա արձագանքեմ, քանի մոտեցրել եք, չի կարող լինել նման բան, չի լինելու Ղարաբաղցիների վերադարձ Ղարաբաղ եւ չի լինելու ադրբեջանցիների ճակերտավոր վերադարձ Հայաստան։ Չի լինելու։ Վերապատասխանեցի։ Ադրբեջանի կողմից օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների խախտում համարում եք։ Իսկ դուք օրինակ օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների խախտում համարում եք, որ Հայաստանի խորհրդարանի 1/3-ի սեղաններին Ղարաբաղի դրոշ է դրած։ Կներեք, բայց այդ դրոշները այդտեղ չեն հայտնվել իշխանության իմացությամբ, իշխանության հովանավորչությամբ, իսկ այդ միջոցառումները Ադրբեջանում կազմակերպվում են իշխանության օգնությամբ ֆինանսավորվում։ Տեսեք, ես չեմ փորձում։ Արդար չի էլի, ընդդիմության եւ իշխանության բաները հավասար իրար կողմ։ Ես չեմ փորձում մեկը մյուսով արդարացնել, բայց ես ձեզ հիմա ասում եմ։ Քանի դեռ այնտեղից լինեն նման արտահայտություններ Ադրբեջանից, այստեղից լինելու են նմանատիպ արտահայտություններ։ Քանի դեռ այստեղից լինեն նմանատիպ արտահայտություններ, կոչեր, դրոշներ եւ այլն, այնտեղից էլ են լինելու, չէ՞ մի ասեք, չէ։ Սա փողկապ, չեմ մանիպուլացնում, սա փողկապակցված, փակ
շղթա է, որը մենք պնդում ենք, որ պիտի քանդվի այս շղթա։ Ոչ այստեղից պետք է նմանատիպ բան հնչի, Ղարաբաղցիների վերադարձի հարց հնչի, ոչ էլ այնտեղից պետք է ադրբեջանցիների ճակերտավոր վերադարձի հարց։ Կներեք ընդհատում են, բայց այստեղ հասարակական սեկտորն է, ընդդիմությունն է, որը սահմանափակ լիազորություններ ունի, որը չի կարող ներողություն, ընդդիմությունը կարող է օրենքի նախագիծ վերել, թեկուզ Արցախի թեմայով, բայց չունի բավարար քվեներ, որ դա կարող է անցկացնել։ Իսկ Ադրբեջանում դա ասում է կրթության գիտության նախարարը, դա ասում է ազգային ժողովի падգամավորը եւ այդ ՀԿ-ն, այսպես կոչված ճակերտավոր վերադարձ դեպի արևմտյան Ադրբեջան կեղծ այդ միջոցառման թեզի ֆինանսավորումը։ Գիտեք մեկ էլ ինչի է այդ ամեն ինչը տեղի ունենում։ Այդ ամեն ինչը տեղի է ունենում նաեւ այն բաժը։ Այդ ամեն ինչը նաեւ տեղի է ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ դուք գաք այստեղ նաեւ դուք ու ձեր ճեպազրույցների, ձեր մնացածի, ասենք 40-50%-ը նվիրեք այդ հիմար հարցերին, որպես այդպեսին։ Դրանից Ադրբեջանը չի լռի։ Դա տեղի է ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում, ասենք, այդ թեմայի առաջամարտիկը Հայաստանում առհասարակ ամբողջ աշխարհում այդ թեման զարգացնելու վրա ամենաշատ փողը ծախսել է մի մարդ՝ Սամվել Կարապետյանը եւ իր քաղաքական ուժը։ Ես ձեզ պնդում եմ, Ադրբեջանը այս թեմայի պոպուլարիզացման վրա այդքան փող Սամվել Կարապետյանի թիմի ծախսած փողի կեսը չի ծախսել։ Ես սա պնդում եմ ու ինչ որ մեկը եթե ասում է որ դա տենց չի, թող դա հիմնավոր։ Ես ասում եմ, ուղղակի բացեք իրանց։ Մենակ ուրիշ բան չէ։ Facebook-յան, YouTube-յան, TikTok-յան ու մնացած գովազդների փողերը հաշվեք ու բերեք ինձ ցույց տվեք դրանից ավելի շատ այս թեմայի պոպուլարիզացման վրա ծախսված ադրբեջանական փողի մասին փաստ։ Ալեքսանյան, կներեք, մենք արձանագրում ենք, որ պաշտոնական Երևանը լռում է օրդու-պատում Հայաստանի ինքնիշխան տարածքը Ադրբեջանը ներկայացնելու։ Ես ձեզ պաշտոնական Երևանն եմ։ Չէ, դուք քաղաքական թիմի անդամ եք եւ հարցում եմ սուր է այդ ողջևորությունը, որ հարց տվեցիք, հարցին ձեր պատասխանեցի, ասիք արձագանք չկա, արձագանքեցի, բավարարված եք այդ արձագանքով։ Այսինքն պետք է ես գայի հարց տա, ես 5-6 օր է դուք դա չէիք տեսնում, որ արձագանք էի։ Ես դրան արձագանքելու անհրաժեշտությունը չեմ տենում, քանի որ դա համարում եմ կեղծ, անիրական օրակարգ, որը պարզապես սնում է մեր ընդդիմությանը, որն էլ տենց դրանից ուզում է սնվի, որովհետև մարդկանց արյունը ծծելու այլ հնարավորություն չունի, որպես այդպեսին փորձում է սա օգտագործել որպես խողովակ մարդկանց նյարդերը բանանելու վրա, բայց ես կարծում եմ շատ շուտով նաև ընդդիմության փուքսը կթողի եւ ընդդիմությունը կվերադառնա իր հարազատ եւ շատ սիրելի աշխատանքին, որպես այդպեսին ինչն էլ իրանից ենթադրում է սեփական թալանացի պաշտպանության խրամատներում կկազմի շրջանաձև պաշտպանություն, բայց շրջանաձև չի կարողանա, քանի որ այդ շրջանում արդեն գերակնհայտ ճեղքվածքներ կան։ Եվ պարոն Ալեքսանյան, իշխանությունը պատրաստվում է օրինակ ընտրել ընդդիմության քվոտաները ազգային ժողովում, քանի որ դուք վիճահարույց եք համարում այս ընտրությունները, այդ դեպքում կընտրեք թե չեք ընտրի, արդեն որոշում ունեք թե ոչ։ Ես կարծում եմ դեռ վաղ է այս հարցին անդրադառնալ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։